ինչ ճակատագիր է սպասվում, արդյոք այս գործընթացի հիմա կարելի ասել տորպեդա հարված է, հաշվի առնենք Նախ-Ադրբեջանի հռետորաբանությունը, պահանջները նորանոր եւ նաեւ մեղադրանքները, որ իբր հրադադարը խախտում է Հայաստանը։ Արդյոք փակուղ է։ Չեմ կարծում, որ փակուղ է եւ չեմ կարծում, որ ձեր գնահատականները ճիշտ են։ Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ համապատասխան մեջ առաջ շարժվելու։ Երևի դրա հետ է պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք որ դուք մատնանշում եք, որ իրանց մամուլում տեղ գտած կար, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ երկկողմ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե հրապարակումների հետ կապված, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի շատ իրար, հնարավոր լինի նման բաներից խուսափել, բայց չէ, չեմ համոզված։ Ինչու էր անակնկալ Բաքվի համար, որ Հայաստանը ինչ։ Տեսեք, ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ եղել է հայկական մարտավարությունը նենց է եղել, որ ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվեն, իմանալով, որ հայերը մեկը չեն համաձայնվելու։ Նույնիսկ իրանց համար ոչ օգտակար, որոնց հետ իրանք համաձայն չեն, բայց իրանք իմանալով, որ մեկը հայկական կողմը չի համաձայնվելու, միջազգային այլ կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունը անելու համար, տենց մարտը գործելավոճ է։ Դա իմ անձնական տպավորությունն է եղել եւ նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու եւ ենթադրում եմ, որ այդ երկար այս կողմ տանելը այդպես տպավորություն է թողել եւ հետագայում այդ արձագանքը միակողմանի հայտարարությունը, որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, իմ մոտ այդ տպավորությունը։ Պարոն Սիմոնյան, ընդդիմությունն ասում է, որ սա միակողմանի զիջումների մասին է, կապիտուլյացիոն փաստաթուղթ է, ո՞նց կմեկնաբանեք սա։ Դե բայց ընդդիմությունը երկու բան կա ասելու, առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ տես բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Դրա տրամաբանությունը թող իրանցից որից է մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում։ Եթե գրած է երկուսի համար, չգիտեմ, դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով։ Պարոն Սիմոնյան, որ տեքստը չեն տեսել, բայց գիտեն գործող իշխանության իրենք ասում են տեքստը դեռ չի հրապարակվել, բայց ծանոթ են գործող իշխանության, այսպես ասած, ձեռագրին, իսկ դա կապիտուլյացիաների մասին է։ Պատիվ ունեմ դաշնակցության հայտարարել նաև այդ մասին։ Դե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմ է Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունը հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է տոնում, դա քաղաքական գործ չի, վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել է, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Ասենք մարդը ինչքան կարելի է նույն անիմաստ խոսակցությունը կրկնել։ Ինչ վերաբերում է վարչապետը ձեր հարցին պատասխանեց իր հարցազրույցի ժամանակ, որ այդ փաստաթուղթը ունի երկու տեր եւ միակողմանի որևիցե բան անելը ճիշտ չի։ Բայց չէ Ադրբեջանը միշտ միակողմանի անում, ախր ինչ են մենք խաղի կանոնները միայն հայկական կողմը պահպանում։ Դուք տեսել եք որևէ դեպքում Ադրբեջանը խաղի կանոն պահպանում։ Այո, տեսել եմ որևէ դեպքում, երբ որ մենք քննարկում ենք եւ օրինակ հաստատում ենք երկու երկրների մեջ սահմանազատման եւ սահմանագծման հաստատուղթը եւ մեր ընդդիմությունը նաեւ դուք ինձ տեղ հարց եք տալի, ասում եք չի պահպանելու, չի ստորագրելու, դրանից մի ժամ հետո ստորագրում եք։ Պարոն Սիմոնյան ընդհանրապես ասել։ Օրինակ է, թե օրինակ չի։ Դե բա ինչի եք հիմա բացարձակ ինչ որ ձևով բաներ ասում, հետո երկրորդը ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա եթե դիմացինը պայմանականորեն, եթե վատ բան է անում, այդ նշանակում է մենք էլ վատ
Մենք մեր վարկ ունենք, մենք մեր դիրք ունենք։ Դուք տեսեք, ինչքան լրատվամիջոց կա Հայաստանի Հանրապետությունում, ինչքան ազատ է լրատվամիջոցները։ Հիմա ինչ որ երկրներում դա ազատ չի։ Օրինակ Ադրբեջանում ըստ Եվրոմիության չափանիշների խոսքի ազատությունը այդ աստիճանի չի։ Հիմա մենք էլ ասենք սկսենք իրանց հետ հավասարել։ Մենք մեր երկիրը ունենք։ Հայաստանին ինչ է բերել։ Լավ, Ադրբեջանը բարկանիշը ցածր է Հայաստանի համեմատ, բայց Հայաստանը այդ բարկանիշի շնորհիվ ինչ է շահում ընդհանրապես միջազգային հարության տեսանկյունից։ Տեսեք, անվտանգություն է շահում, այն բանը, որ եվրո դիտորդները գալիս են եւ սահմանին անցկացնում են հսկողություն, այն բանը, որ միջազգային զեկույցներ են ունենում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն է տրամադրվում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցություն է տեղի ունենում, բայց այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում։ Կարող է մեր դուդուկից Իրանի եւ մեր սիրուն հայի աչերի համար այդ ամեն ինչը տեղի ունենում, հետո էլ բողոքում եք, ասում եք, մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց, բայց սխալ ենք մեզ պահել, ինչ որ հարցերում, պատմության ընթացքում, կոնկրետ դեպք չեմ մատնանշում, հիմա ճիշտ ենք մեզ պահում եվրոպական ընտանիքի մարդու իրավունքների արժեքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք պահում, դրանից էլ եք բողոքում։ Ի՞նչ է դրանից բողոքելու պատճառն ու առիթը ուզում հասկանալ։ Բողոքելու պատճառ չկա։ Մենք ամենը ասում ենք, որ եթե Ադրբեջանը ինչ որ խախտումներ անում է, ասենք բանակցային գործընթացում, ինչու է Հայաստանը սրբորեն պահում բոլոր կանոնները։ Նախ եւ առաջ եկեք այտենց վստահ չլինենք, որ բոլորի ընկալմամբ հայկական կողմը իրեն սրբորեն է պահում, որովհետև նույն ադրբեջանական կողմը հակառակ կարծիքն ունի եւ բողոքում է եւ նեղսրտում է հայկական կողմի պահվածքի, հայկական քաղաքական գործիչների հայտարարությունների եւ այլ տարբեր բաների համար։ Այդ ձեր հայկական այդ մենք մեր մոլորակի մեջ ապրելու սովորություն ունենք, այդ ձեր պատկերացումն է, որը որ դուք փորձում եք հիմա ներկայացնել։ Տենց չի։ Երկրորդը, ինչի էս պետքա ձեր կոնկրետ վերած դեպքում վատ օրինակի հետ համեմատվեմ, այլ ոչ թե լավ օրինակի հետ համեմատվեմ։ Հիմա ասենք ուրիշ երկիր էլ հարձակվել է մի ուրիշ երկրի վրա, եկեք դրա հետ էլ համեմատենք։ Չի կարելի այդ տրամաբանությամբ շարժվել, սխալ բան եք ասում, կներեք, բայց սխալ բան եք ասում։ Ես ամենը հայ-ռուսական հարաբերություններից վերջին շաբաթվա ընթացքում քաղաքական խորհրդակցություններ երկու արտգործնախարարությունները Չգիտես, չեմ միտքը բաց թողեցինք հանգստից։ հայ-ռուսական հարաբերություններից քաղաքական խորհրդակցություններ անցկացին տևական ժամանակ եւ ձևաչափով քննարկումներ չկային հեռախոսազրույցներն են ակտիվ արտգործնախարարների միջև Պարսուանյան ինչ մեն տեսակետներ որ փոխվում է հռետորաբանությունը հայ-ռուսական հարաբերություններում եւ այն լարվածությունը որ իշխանությունը եւս ընդունում էր որ կա կարծես թե մերժումում է կա նման միտում Ես անկեղծ ասած չեմ հասկանում հարցի էությունը կար խնդիր կար հարցադրումներ որոնք որ արվել են եւ որոնք որ շարունակվելու են այն գնահատականները որ կողքից հնչում են հա հեսա իրանք փոխեցին այս արեցին վեկտորը փոխեցին դրանք իրականությանը չեն համապատասխանում կա մի իրականություն որ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանում է երբ որ իրեն խափում են գցում են դա արձանագրում է եւ բարձր ասում է երբ որ մի բանի հետ համաձայն չի դրա մասին ասում է երբ որ ինչ որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում դա ասում է եւ դա չի նշանակում մենք երբևիցե չենք հայտարարել որ որևիցե աշխարհի երկրի հետ խզում ենք պետք է խզենք մեր հարաբերությունները եւ նույնը վերաբերում է Ռուսաստան լարվածությունը որ անընդհատ ոչ չենք կարողանալ ինչ-որ լարվածության մասին խոսել եւ լարվածություն պահել կա հարց կա պատասխան չկա պատասխան կա մեր կողմից հարցադրում այսինքն ըստ իրավիճակի լարվեց իջավ կոնկրետ դա մարտավարություն չի դա ըստ իրավիճակի այն բաները որը որ տեղի ունեցել 2020 թվականին 21-ին 22-ին 23-ին եւ 24-ին մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել։ Միայն հապկի մասին չէ, միայն հապկի մասին չէ, բոլոր հարցերով, հայտարարություններով, որևիցե բան չի փոխվել։ Հիմա կա խոսակցություն, մշտապես խոսալը քաղաքական գործչի աշխատանք հենց դրա մեջ է կայանում, որպեսզի այդ խնդիրների շուրջ խոսի եւ մենք խոսում ենք ու շարունակել ենք խոսել։ Հնարավոր է այդ քննարկումների արդյունքում օրինակ այդ խոսակցությունների վերանայվի հապկի հետ համագործակցության։ Չեմ կարծում, հապկի հետ կապված ինչ վերանայենք, հապկը պետք է մի հատ վերանայի, Իրան հասկանա ինքը գոյություն ունի, թե գոյություն չունի եւ հայտարարի, եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի եւ ինչ չի արել
եւ ինչ է արձանագրում։ Պարզ Սիմոնյան, մամուլում տեղեկություններ եղան, որ վարչապետից հանձնարարական է եղել ակտիվացնել տարբեր մարմինների միջև Հայաստանի Նման իրականությանը չի համապատասխանում։